Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, նախ քաղաքացին խնդրել է, որ ես ձեզ փոխանցեմ, որ դուք ամենահասանելի եւ հարց լուծող նախարարներից մեկն եք, դուք հասկացել եք հարցը ինչումն է, երբ որ մենք կարողացել ենք, դուք եք ավելի ճիշտ կարողացել հարցը լուծել 32 տարի աշխատող մարդուն, ում նշանակել են ստաժը 16 տարի։ Շնորհակալ եմ շատ, հիմա կընթերցեմ երկու նամակ ուղղված ձեզ, ավելի ճիշտ ինձ, ես ուղղում եմ ձեզ։ Արցախցիներին վերաբերող ինչ ծրագիր կա գործ սկսելու կամ անասուն շատացնելու համար, եթե չի ընդունվել, դուք էլ առաջարկեք, այսինքն ես պետք է ձեզ առաջարկեմ, թող ընդունեն, առանց աշխատանք հնարավոր չէ ապրել սահմանամերձ գյուղերում, ուրիշ գործ էլ չկա։ Դա դիմել է ինձ Տաթև համայնքից պարոն Հայրապետյանը, ով նաև օգտվել է 16 միլիոն ծրագրից եւ նշում է, որ 16 միլիոնը չի հերիքում, միայն արտաքին աշխատանքներն են կարողացել ավարտել, իսկ ներքին աշխատանքների համար գումարը չի հերիքում։ Պարոն Աբրահամյանը գրել է, որ ունի 5 անչափահաս երեխա եւ ինքը ունի բնակարան, բնակվում են վարձակալական հիմունքներով, բայց տունը չեն տրամադրում, քանի որ չեն ուզում, որ 5 անչափահաս երեխա լինեն այդ տանը, քանի որ իրենք ամեն ինչ ավերում են, ինչպես ինքն է գրել։ Հիմա ասում եմ, խնդրում եմ վերանայեք ձեր ծրագրերը, որ այդպիսի իրավիճակում չգտնվեն քաղաքացիները եւ նրանք, ովքեր բնակարան չունեն, խնդրում եմ այդ հարցի լուծումը տաք։ Շնորհակալ եմ։ Տիկի Ղազարյան, մինչև ձեր հարցերին անդրադառնալը, ես չխոսեցի մեր կարևոր մեկ այլ ծրագրի մասին, որը Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն է, թույլ տվեք դրա մասին մի կարճ անդրադարձ անել, որովհետև մյուս ծրագրերը փոխկապակցված են սրա հետ։ Մենք կտրուկ աճ ունենք էլի բաների, հավաստագրերի ստացման եւ փետրվարի 1-ով ունենք արդեն 4404 ընտանիք, որ ստացել է հավաստագիր եւ մոտ 2000 ընտանիք, որ արդեն իրացրել է իրենց հավաստագրերը, այսինքն 2000 ձեռք բերված բնակարան։ Այս շատ կարեւոր է։ Այդ ինքնազբաղվածության ծրագիրը, որը քաղաքացին հարցնում է, ես դրա մասին խոսեցի, որ մենք ունենք նման ծրագիր, բայց որը կապված է լինելու այս բնակարանային ծրագրի հետ, այսինքն քաղաքացին պետքա բնակ ծրագրի շահառու հանդիսացած լինի, մենք դա անում ենք նաև այն նպատակով, որ խրախուսենք բնակարաններ ձեռք բերելը եւ այդ ինքնազբաղվածության ծրագրի իրականացումը մենք մոտ օրերս դրա մասին հրապարակային կհայտարարենք, դա արվելու է տարբեր կազմակերպությունների միջոցով, որտեղ պրոֆեսիոնալ կազմակերպություններ պետքա աջակցեն քաղաքացիներին փոքրիկ տնտեսություն հիմնել, չեմ կարծում, որ պարզապես ինչ որ բան ձեռք բերելու համար դա հնարավոր կլինի աշխատասեն, բայց եթե մեջը պրոդուկտ ստեղծելու, օրինակ նույնիսկ կատնամթերք, հա, եթե խոսքը խոշոր եղջերավոր անասունների մասն է, դա էլ կարող է դիտարկվել, բայց այդ բիզնես պրոյեկտը պետք է գրվի, պետք է հաստատվի, որ վերջում նաև հաջողության հասնի, հա, որ պարզապես այնպես չլինի, այդ ամեն ինչը տեղի ունենա, բայց վերջում արդյունք չլինի։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, նախ շատ լավ է, որ երեխաները ակտիվ են, բայց այնուամենայնիվ գույքը պետք չի փչացնել։ Պետքա փորձենք, եթե տվյալներ տակ, մենք փորձենք տեղում աջակցել քաղաքացուն եւ 16 միլիոնների ծրագիրը հենց այդպիսի ընտանիքների համար է իրականում, եւ եթե քաղաքացին այնպիսի համայնքում ապրի, որի համար որ բացում են կամ սահմանամերձ կամ դպրոցներով, կամ կարող է ընտրել ինքը մեկ այլ համայնք եւ մենք դրանով նաեւ խրախուսում ենք, հա, մեկ համայնքից մեկ այլ համայնք տեղափոխելը կարող է օգտվել, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ եթե օրինակ մեր մյուս ծրագրերով քաղաքացին օգտվում է 3-րդ հաջորդ երեխայի համար 50,000-ը եւ այդպես շարունակ, հիմա չգիտեմ տարիքները ինչքան են եւ երբ են ծնվել, այդ առումով պետությունը այո պետք է աջակցի, մենք պատրաստ ենք կոնկրետ դեպքով զբաղվել, եթե դուք տվյալները տաք։ Շնորհակալություն։ Նարեկ Հարամանյան։ Շնորհակալ եմ քննարկման համար, որին ցավոք ուշացումը միացը կարող է հարցս հնչած լինի։ Պարոն նախարար, այո, պարոն նախարար, վերջին 7 տարիներում ընդհանուր աշխատատեղերի թիվը Հայաստանում աճել է 278,000-ով մոտավոր։ Բայց քաղաքական ընդդիմության եւ որոշ տնտեսագետների կարծիքով սա հիմնականում ստվերի կրճատման արդյունք է, այսինքն չգրանցված աշխատատեղերը գրանցվել են։ Ես կուզենայի
իմանալ ունենք մենք տվյալներ, թե 288,000-ից քանիսն է փաստացի նոր ստեղծված աշխատատեղ եւ քանիսն է, որ ստվերի կրճատման արդյունքում է եղել։ Շնորհակալություն։ Պարոն Ղարամանյան, ուշանալը լավ բան չի։ Որտեւ երկու անգամ խոսացել ենք սրա մասին։ Ու եթերով գոնե պետքա նայեք մեր այս կարևոր։ Ղարամանյանը հարգելի պատճառ ունի, որովհետև հանձնաժողովի նիստի էր մասնակցում։ Տեսեք, բայց ինքը մի քիչ ուրիշ կոնտեքստում է հարցը տալիս, չէ, չունենք տվյալ ու շատ դժվար է նման տվյալ ունենալ, որովհետև եթե մենք իմանանք ինչքան չգրանցված աշխատատեղ կա, այնա կգնանք գրանցել կտանք էլի այդ աշխատատեղերը։ Այսինքն իրանց իմաստը չգրանցված լինելն է, որ իրանք թաքնվում են հարկեր վճարելուց եւ այդ թույլ տվեք ինչեւս պատասխանեմ էլի։ Այս պահի դրությամբ, որ արդեն հիմա այս պահի դրությամբ թաքնվածները չէ, որոնք 288,000-ի մեջ են։ Պարոն Ղարամանյան, որ մինչև որ լսեք կարող է պատասխանեմ։ Նույնիսկ նախկինում հայտնված մենք ինչ պետությունը ինչպես կարող է իմանալ, երբ որ հարկատու համակարգում աշխատատեղը գրանցվում է, այսինքն կնքվում է աշխատանքային պայմանագիր, հիմա կամ նախկինում գրանցվում է նոր աշխատող։ Այդ աշխատողը նախկինում մի ամիս առաջ էլի աշխատում էր այդտեղ պարզապես թվերում, թե նոր աշխատող էր, որ ընդունվեց համակարգ։ Եթե մենք իմանայինք, որ ինքը նախկինում աշխատած մարդը պարզապես գրանցվե, պետք է վարչարություն իրականացնենք, տուգանեինք այդ հարկատուին։ Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այս աշխատատեղերի ճնշող մեծամասնությունը, հիմա թվեր չեմ ուզում ասել, բայց շատ ճնշող, երևի 90 եւ ավելի տոկոսը, դրանք նոր աշխատատեղեր են, ոչ թե ստվերից դուրս եկած, որովհետեւ մենք հարկային վարչարարությունը շատ վաղուց ուժեղացրել ենք չգրանցված աշխատողներ պահելու, եւ ես չեմ կարծում, որ նրանք հիմա այդքան համատարած են։ Իհարկե կան, մենք նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից ենք լսում քաղաքացիներից, որ իրենց չգրանցված են պահում, նակառակն ենք լսում։ Գործատուներն էլ ասում են, որ որոշ աշխատողներ չեն ուզում, որ իրենց գրանցեն տարբեր պատճառներով։ Հարկադիր ակտերի կատարման ծառայության պատճառով, ինչ որ պարտքեր բաներ ունեն, անապահովության համակարգում մնալու պատճառով, երկուստեք այդ ամեն ինչը կա, բայց այս աճը զուգակցված նաև մնացած բոլոր թվերի նվազման հետ, գործազրկության նվազման, աշխատատեղերի գրանցված գործազրկների նվազման թվերի հետ խոսում են նրա մասին, որ սրանք նոր աշխատատեղեր են եւ դրա մասն է նաև աշխատավարձի բարձրացումը, ընդհանրապես տնտեսության զարգացումը, հնայի, per capita հնայի, այսինքն սա մի ցուցիչ չէ, աղքատության նվազումը, այդ ամբողջը խոսում է նրա մասին, որ սրանք նոր աշխատատեղեր են, ավելին մենք նաև խոսեցինք, որ աշխատատեղեր են, որոնք չեն լրացվում Հայաստանում, լրացվում են դրսից եկած մարդկանց միջոցով, աշխատանքային միգրանտների միջոցով։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, հարգելի գործընկերներ, կարծում եմ շատ արդյունավետ քննարկում էր սա եւ հատկապես պարոն Թորոսյան, այս շրջանում, երբ որ մենք մոտենում ենք ընտրություններին, շատ են նաեւ ակտիվանում շահարկումները այն խավերի վերաբերյալ, որոնք որ գտնվում են հենց ձեր նախարարության գործունեության տիրույթում, որովհետև ըստ էության բյուջեից ամենամեծ, այսպես հատկացումը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն է եղում, ամենամեծ խոցելի խմբերը հենց այս տիրույթում են, եւ այդ խոցելի խմբերը նաեւ խոցելի են ամենատարբեր քարոզչական տեղեկատվական մանիպուլյացիաներին, երբ որ մենք այսօր տեսնում ենք տարբեր շրջանակներ, ինչպես են փորձում ազդելով մարդկանց սոցիալական խոցելիության, էմոցիաների վրա ամենատարբեր դիվիդենդները շահել, չգիտեմ, մարդիկ ովքեր որ ենթադրենք հեծի կառավարման ժամանակ այդ նույն հազարավոր, տասնյակ հազարավոր թոշակառուների վրա հավելագրումներ անելով թալանել են այդ մարդկանց, այսօր խոսում են այդ թոշակառուների թոշակների բարձրացման վերաբերյալ, աշխատատեղերի վերաբերյալ եւ այլն, եւ ես շատ կարեւորում եմ, որ մենք միշտ մեր կատարած աշխատանքի վերաբերյալ եւ կատարվելիք աշխատանքի ու նաեւ խնդիրների վերաբերյալ հանրային կոմունիկացիայում լինենք ակտիվ, որպեսզի վակուում չառաջանա եւ այդ վակուումը չլցվի ամենատարբեր տեսակի քարոզչական կեղծիքներով եւ կարծում եմ, որ նաեւ ձեր նախարարությունը այս իմաստով բավական լավ աշխատում է, շնորհակալություն եմ ուզում ձեզ հայտնել եւ եթե դուք ունեք որևէ ավելացնելու բան, ամփոփիչ խոսք համեցեք։ Շնորհակալություն պարոն Կոնջարյան, ես եմ շնորհակալ այս կարևոր քննարկման համար, ուզում եմ ասել, որ միշտ պատրաստ ենք, եթե կարիք լինի, դուք կտեսնեք, մենք միգուցե խնդրենք նման ֆորմատով եւս մեկ անգամ կամ քանի անգամ կարիք լինի հանդիպել կանենք եւ մի իրական այսօրվա առավոտվա օրինակով ուզում եմ պատասխանել այդ բոլոր շահարկումներին, այսօր առավոտյան ոդկով գնում էի աշխատանքի, իհարկե իջել էի ուրիշ տեղ հանդիպման, մի քաղաքացի պարզապես բավական ավագ
սերնդի, հա, քաղաքացի մոտեցավ մի այլ հարցով, մանկավարժեր ինչ որ սոցիալական վճարների հետ էր կապված, որը մենք կլուծենք եւ վերջում ստեղծություն ասելուց ասել շնորհակալություն ձեզ առողջության ապահովագրության համար։ Այսինքն քաղաքացիներն ամեն ինչ հասկանում են, տեսնում են, օգտվում են, ինչքան էլ որ այդ մանիպուլյացիաները գնան եւ մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ այսօր նշված եւ չնշված բազմաթիվ եւ հարյուրավոր հազարավոր ծրագրերով։ Շնորհակալություն։